Պարոն Բարեձե, շնորհակալ ենք, որ եկաք տաղավար, մի քանի թեմաներ կա, որոնց հետ կապված կլսենք նաև ձեր խոսքը։ Վերջերս Ալիևը ըստ էության վերահաստատում է իրենց այն դիրքորոշումը, որ իրենք ոչ թե տանկերով, այլ մեքենաներով գալու են Հայաստան, վերադառնալու են իրենց պատմական հողեր, ինչպես Ալիևն է ասում, եւ սրան զուգահեռ նաև խոսում այն մասին, որ որևէ քարտեզի վրա գոյություն չունի Սևանա լիճ, Գյոյչայի մասին են իրենք խոսում։ Օրինակ, Նիկոլ Փաշինյանը այսօր կառավարության նիստից հետո անդրադառնալով Ալիևի այդ հայտարարությանը մեզ ասում է. ոչ մեկ չի գնացել Ալիևի նշած քարտեզը հանի, տեսնի ինչ քարտեզի մասին է խոսքը, եւ եթե այդ քարտեզը հանեին, օրինակ կտեսնեին, որ այն ինչքան այդ տեսակետից կարող է աննպաստ լինել Հայաստանի համար, երկու այնքան կարող է աննպաստ լինել Ադրբեջանի համար։ Հա, օրինակ կարող է պարզվել Հայաստան կա, բայց Ադրբեջան չկա, ասում է Փաշինյանը։ Խնդրեմ ես մասով ձեր տեսակետը ու Ալիևի սպառնալիքները համեցեք։ Ես սովորություն չունեմ հստակ բացահայտված բռնապետի ասածները վերլուծելու։ Աշխարհով մեկ բռնապետը, աշխարհով մեկ հայտնի բռնապետը հազար ու մի բան կարող է ասել, դրանք բոլորը բխում են իր բռնապետ լինելու էությունից։ Այնպես որ եթե մեր անմիջական հարևանը չլիներ, երևի ընդհանրապես նրա տեղն էլ չիմանայինք, բայց քանի որ նա այսօր պատանդներ է պահում, քանի որ նա այսօր խախտելով միջազգային բոլոր պայմանավորվածությունները հարցերի լուծման միջոց համարեց ուժի կիրառումը, իսկ հիմա էլ ուժի սպառնալիքն է օգտագործում, ես կարծում եմ, որ մենք պիտի հիմնականից շատ չշեղվենք։ Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի այսօրվա ասածներին, տեսեք, այսօր անունը տվեցի, որովհետև երբ որևէ մեկի նկատմամբ որևէ մեկի մեղադրանք ես ներկայացնում եւ նրան արդեն պատկերացնում ես դատարանում, մի տեսակ խղճահարություն է առաջանում եւ դու չես ուզում այլևս նրան նույնիսկ մեղմ կշտամբանքի խոսքեր ասել։ Ուրեմն Ալիևի ասածներին, Ալիևը նրա համար է, որ ասի այդպիսի բաներ, եւ երկրորդ, մենք հայերս պիտի հասկանանք, որ մեր մեծ թշնամիները մեծ հաճույքով իրենց բեռը փոխանցեցին Ադրբեջանին։ Տեսեք, Թուրքիան Հայաստանի սահմանները 35 տարի առաջ համարյա սահմանները փակեց, ոչ թե նշելով իր վախը այն բանից, որ Հայաստանը միջազգային իրավունքի տեսակետից շատ շահեկան վիճակում է եւ իրենք լուրջ խնդիրներ են ունենալու, եթե իրավունքը գործի, այլ փակեց իբր թե Ադրբեջանի հետ հայերը հակամարտություն ունեն եւ այդ հակամարտությունը մինչեւ չհարթվի։ Հիմա երբ Ալիևն ասում է, որ մենք Արցախի հարցը լուծել ենք, այսինքն հակամարտությունը իրենց կարծիքով փակված է, նույնիսկ այդ դեպքում ինքը շարունակում է ասել մինչեւ հայ-ադրբեջանական հարաբերությունները։ Ռուս-թուրքական դիվանագիտությունը նրբորեն իրենց հարցերը տեղափոխեցին հայ-ադրբեջանական հարթություն եւ տեսեք այն տկարամիտները, որ այսօր շարունակում են ասել ոչ մեկը լավը չի, բայց գիտեք, ի վերջո Ռուսաստանն է եղածների մեջ ինչ որ չափով ընդունելին, մոռանում եմ, որ ընդամենը 3 տարի առաջ Ռուսաստանը խոստացավ, միջնորդ հանդիսացավ եւ խայտառակ կերպով լքեց Արցախի, տեսեք, վերցնում եմ միայն Արցախին, Արցախի անվտանգության հարցում իրեն վատ պահեց։ Եվ մեր իշխանության ղեկավարը գնաց էր սիրելի Եվրոպայում, մասնավորապես Պրահայում, Արցախը ասաց, որ Ներողություն։ Հրաժարվեց Արցախը։ Սիրելի Մարիամ, ձեզ համար եթե Նիկոլ Փաշինյանը Աստված է դարձել, որ Նիկոլ Փաշինյանի ասածներով պիտի աշխարհը կողմնորոշվեր։ Աշխարհը տեսավ, որ գործ ունի տկարամիտ, վախկոտ, ծախու Արարատի հետ եւ ասեց մենք ինչի պիտի իրենց գործերով ավելի խորը զբաղվենք, քան իրենք են զբաղվում։ Դրանից առաջ Արցախը Ադրբեջանի մաս էր ճանաչել եւ Պուտինը եւ բոլորը պաշտոնապես նկատի ունեմ Ադրբեջանի հետ լավ հարաբերություն ունեցողները բոլորը ճանաչում էին Մարս։ Չնայած Պուտինը զարմանալիորեն Արցախը հանձնելուց հետո սկսեց խոսել Արցախի ինքնորոշման իրավունքի մասին։ Այդտեղ հակասականություն կա, բայց մենք շատ ճիշտ եք ասում, պիտի խոսենք մեր մասին, ճիշտ եք ասում, որ այո, եթե մենք հանդուրժում ենք Արցախի կորուստը, նշանակում է մենք նախապատրաստում ենք Հայաստանի կորուստը։ Եթե մենք ժամանակին պետականությունը վերականգնելուց հետո որպես միջազգային իրավունքի ենթակա չխոսեցինք մեր անարդարացի կորուստների մասին, նշանակում է մենք ինքներս մեր մասով սկսեցինք օրինականացնել մեր հանդեպ եղած անարդարությունները։ Նախազգուշացում բոլոր
բանական մարդկանց։ Եթե մենք այսօր չենք խոսում Արցախի ցեղասպանության մասին, նշանակում է մենք օրինականացնում ենք այդ պահվածքը։ Վիետնամական պատերազմի տարիներին ամերիկյան զինվորներից մեկին Վիետնամում հարցնում են. «Ինչու եք դուք այստեղ կռվում»։ Ասում է. «Կոմունիզմի դեմ ավելի լավ է ես կռվեմ Վիետնամում, քան Նյու Յորքի փողոցներում»։ Եթե մենք Արցախի հարցում մեզ ճիշտ չենք դրսևորում, մեր բոլոր ներուժային դաշնակիցներին, այդ թվում հազար ու մի խնդիրներ ունեցող միջազգային հանրությանը նախապատրաստում ենք հակառակորդի մարդկության թշնամու հաջորդ գործողություններին։ Կարող է ինչ-որ հրաշքով բան տեղի ունենա ու կանխվի, բայց այդ հրաշքը տեղի ունենում միայն այն դեպքում, երբ դու քեզ պահում ես աստվածահաճո, այսինքն անում ես գործեր, որոնք կարող են փոխել քո որակական ընկալումը եւ ինչպես ես եմ այսօր ընկալում Արցախը որպես Հայաստանի հայ ժողովրդի ճակատագրի անկապտելի մաս, այդպես էլ աշխարհը կարող է համարել, որ քաղաքակրթական բարձր մակարդակի հասած Հայաստանը իրենց մի հատվածն է։ Հակառակ դեպքում ասում են դրանք անսկզբունք, անհետևողական, ծախ ու վախկոտ, իրենց իրավունքները չպաշտպանող զանգված են, ինչի պետք է մենք մեզ վտանգենք կամ ինչու մենք պիտի մեզ լրացուցիչ մտահոգություններ պատճառենք։ Պարոն Հայրիկյան, հիմա Փաշինյանը երեք, կարծեմ, հաղորդել ֆորումի ժամանակ ասում է, որ մենք փախստականների վերադարձի մասին չենք կարող խոսել, դա վտանգավոր է։ Այս կերպ այս մարդը վերջնականապես հրաժարվում է արցախցիներից, Արցախի հարցից, խնդրեմ, ես ինչի դրսևորում է։ Իրոք այդքան մարտեցած է։ Ինչքան էլ որ ես այսօր մեղմ եմ փորձում, հոգեբանորեն մեղմ եմ տրամադրված, որովհետև գիտեմ, որ իրեն շատ շուտ անփառունակ վախճան է սպասում, եթե մենք ազգովի մեզ որպես մարդ դրսևորենք։ Ես երեք ամենակարևոր քայլն արել եմ, ամենակարևոր քայլը, եւ ցանկացած հայ մարդ այդ ամենը տեղեկանալուց հետո, եթե ինքը Նիկոլին չի նայում որպես դեռևս չդատված ծանր հանցագործ, գիտեք, պետական համակարգը կոռուպցիոն հանցախումբ դարձրած մարդ, ժողովրդավարություն խոսելով բոլոր ենթականերին իրեն ճնշումների ենթարկող մարդ, որը որևէ քաղաքացու 8 անգամ ստացված դիմումը չի քննարկել, բայց այստեղ որևէ քաղաքացու մասին չի խոսքը։ Հայաստանի ազգային անկախության պայքարի առաջնորդը, մարդ, որը սովետական միության ժողովրդավարական շարժումների ընդհանուր ղեկավար է ընտրվել, մարդ, ով միջազգային մակարդակով 2 օր առաջ Չեյնիի մահանշվեց։ Չեյնիից ստացել է պատվոտախտակ շատ մեծ կոնֆերանսում, 17 պահպանողականների 17-րդ կոնֆերանսում, որտեղ գրված է 300 միլիոն մարդու ազատագրման գործընթացը սկսվեց քո վճռականության շնորհիվ։ Այդ մարդը միտումնավոր կերպով ոչ թե 1-2 անգամ տվեց ձեռքերը ծալեց, 8 անգամ ուղարկում է շատ կարևոր մի փաստաթուղթ, քիչ առաջ ես ասացի, չէ, եթե մենք որակապես բարձրանանք, որը Հայաստանը որակապես բարձրացնելու է մի 10 աստիճան։ Այսինքն Հայաստանը դառնալու էր, եթե նրանք ժամանակին Սերժ Սարգսյանը, հետո նաև նրա օգնական, նրա գործը շարունակող Նիկոլ Փաշինյանը չպարտակեին սահմանադրության տված իմ նախագիծը։ Էնպես որ, երբ դուք ասում եք, որ օրինակ Ալիևն ասում է մենք մեքենաներով կգնանք, թող ինքը Էրդողանի նման անկեղծ լինի։ Էրդողանն ասում էր մեր կանանց արգանդներով կգրավենք։ Բայց մենք էլ պիտի Էրդողանը ասել է Գերմանիայի հետ կապված։ Մենք մեր կանանց արգանդներով կգրավենք Գերմանիան եւ Եվրոպան։ Հիմա Ալիևը մի քիչ հետ է մնում։ Բայց նրա այդ դա սպառնալիք է։ Ցեղասպանություն իրականացրած մարդը, մարդ ասեցի սխալման, բռնապետը եւ այդ ցեղասպանության հարցում գործընկեր ունեցող Նիկոլ Փաշինյանը իր գործընկերն է։ Պարզ չի, որ ոչ նա, ոչ սա չեն կարող առողջ բանականությամբ առաջնորդվել, պիտի առաջնորդվեն կամ սպառնալիքներով կամ վախերով։ Բայց հիմա տեսեք, մեզ փորձում են կերակրել այդ ադրբեջանական ցորենով, այս մանիպուլյացիան, որին մենք ականատեսն ենք լինում։ Գիտեք, ցորեն են բերել, տեսեք, 30 տարվա կոնֆլիկտը վերացած է, խաղաղություն է, սա իրանք են եկել, մենք ենք գնում Ադրբեջան։ Սա ակնհայտ է, չէ՞, որ Ալիևը այլևս բաց ձևով սատարում է, պաշտպանում է Նիկոլ Փաշինյանին, մասնավորապես իր հետագա վերընտրվելու կամ շարունակելու այս երկիրը կործանման տանելու ուղղությամբ։ Ճշտում կատարենք։ Եթե որևէ պետություն այլ պետությունից ունի պատանդներ վերցրած, խաղաղության բառի խտարն անգամ արտասանողը մեծագույն իդիոտն է։
մեծագույն իդիոտ, այսինքն հարգարժան Նիկոլ Փաշինյան։ Ես քեզ համարում եմ աշխարհի մեծագույն իդիոտը։ Ալիևը մեզ օգնում է հասկանալու, որ ինքը խաղաղության կողմնակից չէ։ Նրա հայտարարությունների կեսը թշնամական են։ Բնական է, բռնապետը այլ կերպ խոսել չի կարող։ Բայց երբ այդ պայմաններում դու խոսում ես խաղաղությունից, նշանակում է դու քեզ ինքդ պաշտոնապես ազդարարել ես իդիոտ։ Իդիոտ գիտես, չէ՞ ինչ է նշանակում, Նիկոլ, ուսեմ գիտես։ Ուրեմն մտագան թերամիտ ասեմ, մեղմ ասեմ, հազար այլ բառերով կարող եմ ասել, բայց երբ այդ իդիոտությունը ուղեկցում է մարդկանց խաբելու ճիքերով, դու հայ ժողովրդի մեծագույն թշնամու պատվին ես արժանի։ Ինչ վերաբերում է Ցորենին, Ցորենը ադրբեջանական չէ, ադրբեջանական տարածքով խոսում են Ցորեն տեղափոխելու մասին։ Ցորեն տեղափոխելու հարցում շահագրգռված են բոլոր նրանք, ովքեր վաճառում են, եւ այդ ավելի շատ վաճառողներին է վերաբերում։ Անցած օրը էկոնոմիկայի նախարարը ինչ էր, նա էր ուրախացած, հիացած խոսում, այ փոքրիկ, դու ունես պատանդներ։ Եթե քո զավակները ինչ որ մեկի մոտ գերի են, դու ուրիշ խոսելու թեմա կարող ես ունենալ։ Իհարկե ոչ։ Ուրեմն դուք նաև հոգեկան հիվանդ եք։ Եթե այդ ամենաակնհայտ բանը չեք տեսնում, բայց պիտի բռնապետ Ալիևին շնորհակալություն հայտնենք, որ ինքը մեզ ժամանակ առ ժամանակ հիշեցնում է, որ ինչ խաղաղություն։ Դուք պիտի վերանաք, դա է խաղաղության մեր բանաձևը, ասում է Ալիևը։ Եթե խաղաղության ձգտող ընդհակառակը կասեր, եկեք Սևան եք կոչում, շատ լավ եք անում, մենք էլ կոչենք Գյոքչա կամ ինչ որ իրենք են հարմար գտնում, լավ հարաբերություններ ունենք, ձերոն կան Ադրբեջան, մենք գանք ձեզ մոտ, ճանապարհները բացվեն, դրանով կարող էր վատ խոսքով պատասխանել։ Մարդկանց միջև եղած թշնամանքը նվազագույնի հասցնենք, պատմության դասագրքերը տպագրելիս միասնական գիտական հանձնաժողովներ ստեղծենք, որ նրանք ճշմարտության վրա հենվելով նաև միջազգային մասնագետների հրավերով, այդ բոլորը կարելի էր համարել բնականon, բայց երբ խոսք է գնում այն բանի մասին, որ Հայաստանը պիտի չլինի, օրինակ տեսեք, Ցորենի հետ կապված, չէ՞, հայ-ադրբեջանական հարաբերությունները կարելի էր այսպես ուղղակի որպես լուրջ ձեռք բերում համարել, որ ուրեմն այսուհետև Ադրբեջանը մեզնից ուզում է ջերմուկ գնել եւ մեզ էլ պատրաստ է ուղղակի վաճառել գազ կամ նավթ։ Այ կասենք, այս ուղղակի հարաբերություններ են։ Նաև այլ բաներ, հայկական կոնյակ գնել, որը շատ հարգ է ընդհանրապես աշխարհում առայժմ։ Եվ հազար ու մի բան, իրենք ունեն նավթ ու գազ, իրենց պետք են մետաղներ, մենք մետաղներ ենք տրամադրում եւ այլն։ Այդ դրա մասին կարող ենք խոսել որպես միջպետական, իսկ Ադրբեջանը իր օգուտի համար ճանապարհ է տրամադրում։ Գիտեք, որ այդ Ադրբեջանով եկող Ցորենի համար Ռուսաստանը կլինի, Ղազախստանը կլինի, նրանք բոլորը Ադրբեջանին վճարում են որոշակի տուրքեր։ Դա է աշխարհի կարգը։ Այնպես որ ինչքան էլ խափես Նիկոլ Փաշինյան, եւ կրկնում եմ, ամեն պարագայում, երբ Նիկոլ Փաշինյանի մասին խոսք կլինի, բոլորը պիտի ասեն, Պարույր Հայրիկյանը, մեր անկախության պայքարի առաջնորդը, ասել է, որ ինքը կոռուպցիոն հանցախմբի ղեկավար է, մեզ հանցագործ ղեկավար պետք չի։ Դրանից հետո մյուս բոլոր հարցերը մենք լուծում ենք ոչ թե նոր ավելի լավ Նիկոլ նշանակելով, ես էլ դառնամ այս համանadrության պայմաններում Նիկոլի փոխարեն լինելու եմ Նիկոլից ոչ լավը, այլ պիտի լինի իսկապես ժողովրդի կամքով ընտրված մարդը, որի համակարգի այդ ծրագիրը նույնպես ես տվել եմ ձեզ բոլորիդ եւ իշխանական եւ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանին տեսնելիս դուք պիտի հիշեք այ սա հանցագործ է 100%-անոց հանցագործ է Դուք ասում եք խաղաղություն չկա, բայց Փաշինյանը հայտարարում է, որ խաղաղությունը արդեն փաստ է եւ 2026 թվականի ընտրություններին ընտրողին ներկայանալու են հենց խաղաղության օրակարգով եւ նա ասում է համարյա բառացի եթե մեզ չընտրեք, ուրեմն խաղաղություն չի լինելու, կլինի եւ պատերազմ։ Ինչ կասեք։ Ուրեմն եթե որևէ մեկը ճանաչվում է պաշտոնապես արդեն դատարանով, ոչ թե իմ հայտարարությամբ, չնայած իմ հայտարարությունը անհիմն չէ, շատ հասարակ բան է։ Դու դիմում ստացար պիտի քննարկեիր, չես քննարկել, ելի ես ստացել, նորից չես քննարկել։ Տվել ես մարդկանց աշխատավարձներ, 100 միլիոնավոր վնաս ես տվել պետությանը, չես քննարկել։ Ահա, դու հանցագործ ես։ Հանցագործները շատ հաճախ զրկվում են որևէ տեսակետ արտահայտելու իրավունքից մանավանդ ընտրություններին մասնակցելու։ Ուրեմն երբ Նիկոլ Փաշինյանը որևէ բան ասում, պետք է նկատի ունենալ, որ այս մարդը հանցագործ է, ոչ թե սխալ է կամ ինչ որ պահի անառողջ վերաբերմունք է դրսևորել, այլ
Հանցագործը մնում է, որ դատարանը իր կնիքը խփի, որովհետև ես դատարան չեմ։ Իմաստացները ինչքան էլ հիմնավոր լինեն, այդ գործի համար կա դատական համակարգ։ Ուրեմն երբ Նիկոլ Փաշինյանի անունը տալիս եք, առաջին հերթին հիշեք դա, եւ հիշեք, որ հանցավոր ունի հանցավոր պատկերացումներ եւ հանցավոր մոտեցումներ։ Նրա համար 2006 թվականը մարդկանց վախեցնելու, այդ վախերը անհիմն չեն։ Եթե անհիմն լինեն, նա չէր կարողանա վախեցնել։ Մարդկանց վախեցնելու եւ որոշակի տրամադրվածության հակելու նպատակով է արվում։ Այդ հաշվի առնելով պետք է մտածել հենց հիմա շատ արագ, ինչպես են կանխում։ Այսուհետև Նիկոլ Փաշինյանին տեսնողը պետք է չասի դու հանցագործ ես, ասի Պարույր Հայրիկյանի կարծիքով, իսկ նա եղել է մեր անկախության առաջնորդը, 91 թվին 2.400.000 մարդ իրեն թիկունք են կանգնել։ Այդ 2.400.000 մարդու անունից Պարույր Հայրիկյանը քեզ համարում է ծանր հանցագործություն կատարած անձ։ Այսօր հայտարարում է Նիկոլ Փաշինյանը, դա գիտեք, որ վեղարանի վրա իրենք շարունակում են իրենց գրողը, որ չգիտեմ, սա աբսուրդ է ուղղակի։ Էլի Նիկոլ Փաշինյանի անունն եք տալիս։ Այո, շատ եք սիրում, շատ եք սիրում։ Գոնե ասեք ձեր կարծիքով հանցագործ Նիկոլ Փաշինյանը, ես էլ կասեմ այո, բայց դատարանը դեռ չի որոշել վերջնականապես, դրա համար մենք առայժմ ընդհանրապես հաղորդում տվողի մակարդակին ենք։ Ասում է, դե գիտեք ինքը Վեհափարեն Ավազանի անունով է կոչում, չենք կրկնի, հայ առաքելական եկեղեցին այսօր չունի կաթողիկոս, ասում է Նիկոլ Փաշինյանը, խնդրեմ։ Ոմանց համար Նիկոլ Փաշինյանը կարող է ինչ-որ մեծություն է, բայց բոլոր առողջ մարդկանց համար երեկվանից հետո, երբ ես իրեն եղբայրաբար, ավակ եղբոր իրավունքով հորդորեցի գնալ դատախազություններ մեղայականով հանդես գալ փրկվելու համար, բոլորը պիտի հասկանան, որ քրեական ծանրագույն, գիտեք, դա պետական հանցագործություն է, կոռուպցիոն հանցանքների փունջ է ինքը հավաքել։ Այդ մարդը չի կարող, դրա համար հենց իր անունը տալիս եք, ձեր գիտակցության մեջ պիտի գա։ Լավ, այսպես պատկերացնենք։ Քրեական ամենածանր հանցագործություն կատարած անձը հանկարծ իր հանցագործությունների մասին չի խոսում, խոսում է ուրիշ բաների մասին։ Միթե ակնհայտ չի, որ ինքը դա անում է ուշադրությունը ցրելու համար։ Կաթողիկոսի ով լինելը որևէ անհատ չի որոշում։ Դա հսկայական համայնք է որոշում։ Եթե այդ համայնքը նույնիսկ սխալ է կատարում ինչ որ հարցում, քո կարծիքով, դու դատավոր չես։ Այ հիմա ես երբ խոսում եմ, ասում եմ, չէ, Նիկոլ Փաշինյանի ես մեղադրում եմ SS բաներում, բայց ես հասկանում եմ, որ կա հոգ ինքն էլ պիտի կա դատարան, ես հասկանում եմ դա, բայց ինքը չունի այդ տարրական գրագիտությունը, որ համարի, որ կա հոգևոր խորհուրդ։ Բան ունես ասելու, հոգևոր խորհրդին դիմիր քաշվիր մի կողմ։ Բայց ինքը, եթե մենք հիմա խոսում ենք Վեհափարի մասին, երիտասարդական տարիքում ինչ որ բանի մասին է ինքը խոսում։ Այդ մարդը դրանից հետո ունեցել է հազարավոր կիրակիներ, ամեն կիրակի այն բանի համար է, որ սխալներ թույլ տված մարդը գնա եւ տիրոջից թողություն ստանա։ Բայց սա իրենը այլ բան է, իրենը քրեական հանցագործություն է։ Դու չես կարող գնալ ապաշխարելով Նիկոլ Փաշինյան, գնալ ասել, որ գիտես ինչ կա Տեր իմ Աստված, ես խախտել եմ սահմանադրական օրենքը, բայց ինձ ներիր։ Տերը կարող է քեզ ների, բայց դատական համակարգը չի կարող ներել։ Հայկական պետությունը քեզ ներել չի կարող, դու քո մասին մտածիր։ Եթե դու Վեհափարին մեղադրում ես երիտասարդական տարիքում ինչ որ շեղում թույլ տված լինելու մասին, որի համար գուցե ինքը հազար անգամ ապաշխարել է, եթե դու ճիշտ ես։ Ես չեմ խորանում այդ հարցերը, իմ գործը չի։ Եթե ճիշտ ես, ընդհանրապես պետք է հոգևոր խորհրդին մի հատ նամակ գրեիր, ասեիր, խնդրում եմ մտածեք, որքանով է սա ճիշտ։ Այնտեղից էլ դե հիմա դուք ասում եք ով է ինքը, բայց իր մասին ինձ հարց եք տալիս, ստիպում եք շեղվել կարևորագույն խնդիրներից ու խոսել իր մասին։ Ես իմ գնահատականը տվել եմ եւ հիմա կրկնում եմ, ամեն ոք, ով որ Նիկոլին տեսնելուց առաջ հիմնական այդ օրվա թեմայից բացի եւ դրանից առաջ, եթե իրեն չի ասի, բայց գիտեք, պարոն Փաշինյան, մենք մերս վերջին մի քանի 100 տարվա մեջ մեկ անձ ունենք, որը քաղաքական ազգային հաջողությունների է հասցրել ինչ որ չափով մեր ժողովրդին, դա Պարույր Հայրիկյանն է։ Այդ անձը ձեզ համարում է հայության համար, պետության համար, մարդկության համար ամենավտանգավոր անձը եւ ձեզ որոշակի մեղադրանք է ներկայացրել։ Դուք ստրկացնելով գլխավոր դատախազին, հակակոռուպցիոն կոմիտեին, ձեր ենթականերին, ձեր պահպանելու համար, ձեր իշխանությունը պահպանելու համար, նրանց էլ իշխանության բաժին ու փող տալով շարունակում եք ձեզ չհամապատասխանող պաշտոնավարությամբ զբաղվել։ Դուք ինչ իրավունք ունեք խոսելու ուրիշի մասին։ Այս այն դեպքն է, երբ Աստվածաշնչում ասվում է. դու քո աչքի գերանը չես տեսնում, ուրիշի աչքի փուշն ես տեսնում։ Այս է դեպքն է։ Եվ մի ուրիշ կարևոր բան էլ ասեմ։ Ինչ իրավունք ունի խոսելու եկեղեցական խնդիրների մասին այն մարդը,
որը չգիտի թե Աստված ինչ է։ Հասկանում եք, այս երկոտանին համարձակվեց ասել, դեռ պիտի քննարկենք, հնարավոր է, որ առանց տղամարդու մասնակցության երեխա ծնվի։ Այս խոսքերը ինքն ասել է, չէ՞։ Սա նշանակում է իդիոտության այն մակարդակին ասել, որ չգիտի, որ Աստված ամենակարող է։ Այսինքն, երբ խոսում է աստվածային գործերի մասին եւ Աստված արեց մի բան, Աստված քեզնից քո նման իդիոտից նրանով է տարբերվում, որ ինքը կարող է անել բաներ, որ դու չես կարող անել։ Եվ այդպես մտածող մարդ, այսինքն Աստված էության մեջ, Աստված հասկացությունը չհասկացող մարդը այսօր վերեկանգնում խառնում է աստվածային գործերին։ Մի բանի մասին դու մտածելու միայն մի բան ունես։ Ինչպես անես, որ քո նկատմամբ մեղ պատիժ սահմանվի։ Եվ պարզվում է, ես մի քիչ քո մասին ավելի շատ եմ մտածում, քան ինքդ Նիկոլ Փաշինյան, որովհետև ես քեզ դեռ խորհուրդ տվեցի, գնա դատախազություն, խոստովանականդ գրիր, ասա ինչու ես 8 անգամ արգելափակել Հայրիկյանի դիմումները, գումարած ես վերջինը, որ 3 եմ հանձնել, դա 9-րդն է, որում ես քեզ հորդորում եմ նախկինում տված ես հանրագրերից որևէ մեկը անմիջապես ներկայացնել քննարկման։ Դա է, դու մտածի, թե ինչպես փրկվես։ Խոսքը այո, ոչ միայն սահմանադրական բարեփոխումների, այլ իսկապես թարմացված, իսկապես ժողովրդավարական Հայաստանում քաղաքացիներին երկրի տերը դարձնող սահմանադրության մասն է, որպեսզի մարդիկ հասկանան ինչի մասն է խոսքը։ Խոսքը նրա մասն է, որ ընտրական գործընթացներում երկրի կառավարման հարցում որևէ քաղաքացի խտրականության չենթարկվի։ Մենք եւ աշխարհը ունի այնպիսի պետական համակարգ, որում ընտրություններից հետո քաղաքացիների մի մասը իշխանությունից լինում են օտարված։ Ես գտել եմ մի տարբերակ, որտեղ քաղաքացիները գոնե ներկայացուցչական կառույցում 100%-ով ներկայացված են։ Ոչ թե ինչպես Ամերիկայում 20%, ինչպես Հայաստանում 10%, Անգլիայում, Ֆրանսիայում 15%, չէ, 100%-ով ընտրությանը մասնակցած բոլոր քաղաքացիները էականորեն զգում են իրենց մասնակցությունը երկրի կառավարման հարցում։ Եվ այս աղետին զուգահեռ մեր ռազմագերիների մասով դուք այդ ձեր խոսքում նշեցիք, որ խայտարակությունը ամոթ է խոսել խաղաղության մասին կամ ցանկացած ինչ-որ հարաբերությունների մասին, երբ մեր ռազմագերիները խոշտանգում են Բաքվում։ Խնդրեմ ձեր խոսքը այս մասով 3 Ռուբեն Վարդանյանն էր իր որդու միջոցով ուղերձը փոխանցեց, ըստ էության 3 կարևոր շեշտադրում Արցախը կա, եղել է եւ լինելու է։ Խնդրեմ դուք ասեք, հետո մենք քան մեջբերում անենք։ Խոսքը միայն Արցախի մասին չէ։ Մենք այնքան թույլատրինք մեր առողջ բանականությունը տարբեր տեսակի գործակալների ենթարկվելով։ Դե գործակալները հիմնականում այն ժամանակ ռուսական գաղտնի ոստիկանության ծառայությունն էին ենթարկվում, նկատի ունեմ մինչև բոլշևիկյան հեղափոխությունը։ Սովետական միության փլուզումից հետո ենթարկում էին KGB-ի մնացուկներին, իսկ նրանք ինչ պիտի անեին, առաջին հերթին պիտի պաշտպանեին ռուսական իմպերիական շահերը։ Դա հասկանալի է։ Ներողություն, ես չեմ վերջացրել, ես միտքս չեմ վերջացրել։ Իմ միտքը չեմ վերջացրել։ Ուրեմն բնական է, որ նրանք իրենցը պիտի անեին, խոսք են բանի մասն է, թե մենք ինչ էինք անում։ Անկախանալուց հետո իմ նման մարդկանց արտամղելով պետական համակարգից նրանք թույլ չտվեցին, որ հայ ժողովուրդը խոսի իր արտար իրավունքների մասին։ Չխոսեցինք Կարսարդանի մասին, չխոսեցինք Վիլսոնյան իրավարար վճռի մասին, նրանք ասեցին ինչ լավ է, համակերպվել են դրա հետ։ Այսինքն միջազգային իրավունք Հայաստանում չի գործում, պիտի գործի Ստալինյան միջազգային իրավունքը։ Մեր այս խայտարակությունը միջազգային իրավունք համարեց Ստալինի գծած սահմանները։ KGB-ի գործակալներով հավաքվում են Ալմատայում, իրար հետ ինչ-որ բան են ստորագրում, հետո ինչ-որ պետության ղեկավար էին դարձել։ Դա համարում են միջազգային իրավունքի գլխավոր փաստաթուղթը։ Բնականաբար, այդ ճանապարհով գնացող մարդիկ հիմա էլ պետք է մտածեն, ինչպես անեն, որ հայ ժողովրդի միտքը կաշկանդված լինի։ Հայ ժողովրդին հոգեբանորեն ճնշելու։ Մարդկանց մեծ մասը չգիտի, որ պատերազմ նշանակում է նաև հոգեբանական ընդհարում, հոգեբանական հակամարտություն։ Այդ հոգեբանական հակամարտությունում գլխավոր խաղաթղթերը մեր ազգային խայտարակությունն ու պղծությունը քրեական հոդվածներով դատվելու ենթակա անձը առավելությունը տվել է այդ քարտերը, հաղթական քարտերը, տվել է թշնամուն։ Գերիներ պահելով ստիպում է, որ դուք, ես ամեն մեկս մտածենք, որ այն, ինչ այսօր տեղի է ունենում այդ մի քանի հոգու հետ, դա խորհրդանիշ է մեր ազգային ապագայի։ Դա ամենածանր հարվածն է, որ կարելի է հասցնել։ Եվ երբ Թրամփը ակնարկում է, որ այդ հարցն էլ միանգամից լուծենք ու սա ասում է, չէ, այդ հարցը չբարձրացնենք, արդեն պարզ է ինքը ում կամակատարն է։ Գործակալի կամակատար։ Գործակալի կամակատար լինելը սարսափելի է, բայց երբ դու KGB-ի պատասխանատուի որդի
KGB-ի կանոններով ապրող Ալիևի կամակատարն ես դառնում, բնականաբար դու պիտի կռվես քո ժողովրդի դեմ։ Ես լուծումը տվել եմ, ընդդիմադիր կլինեն, պարլամենտական կլինեն, նիկոլական կլինեն, Նիկոլի թիմից կլինեն, թե հակառակը, բոլորը այսօր մի բան ունենալու։ Մեր ժողովուրդը արժանի չէ նրան, որ կոռուպցիոն հանցագործության, կազմակերպված հանցագործության տրամադրված եւ դա իրականացնող անձը շարունակի տնօրինել մեր ճակատագիրը։